Հայաստանում նախատեսվում է ստեղծել $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության տվյալային կենտրոն։ Նախաձեռնողը Firebird ընկերությունն է, որ նորաստեղծ ընկերություն է, համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը Ռազմիկ Հովակիմյանն է, հայազգի գործարար, որ կառավարում է օրինակ նաեւ հայտնի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի ներդրումային ընկերությունը։ Ներդրումային այս նախագծում որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր եւ ռազմավարական խորհրդատու ներգրաված է նաեւ հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆայանը։ Նորաստեղծ Firebird-ը Հայաստանի կառավարության եւ արհեստական բանականության համար սուպեր համակարգիչներ եւ պրոցեսորներ արտադրող Nvidia խոշորագույն ընկերության աջակցությամբ 2026 թվականին Հայաստանում մտադիր են տվյալային կենտրոն հիմնել։ Ըստ մամուլի հաղորդագրության հայտարարվել է մեջբերեմ Կովկասի տարածաշրջանը արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար ենթակառուցվածքներ կառուցելու տեսլականի մասին։ Իդեպ Nvidia-ի փոխտնօրեն Ռև Լիբարիտյանը եւս հայկական արմատներ ունի։ Կառավարության նիստում մինչև օրակարգին անդրադառնալը խոսեցին նաեւ այս ծրագրից։ Արդյոք սա արդեն հաստատված ծրագիր է, թե դեռ միայն մտադրության կամ տեսլականի մասին է խոսքը։ Մենք ընդհանրապես այս փուլում չունենք վերջնական որոշում մեր ներգրավվածության կամ մասնակցության վերջնական ձևաչափի, այսինքն դա կլինի համապատասխան հողատարածք տրամադրելով կամ էներգիայի այսպես նպաստավոր պայմաններով էլեկտրաէներգիա առաջարկելով, ինչպես նաև որոշակի հատված մեր տնտեսության համար օգտագործելով, սրա շուրջ ըստ էության քննարկումները շարունակվում են, բայց այն, որ ծրագիրը պետք է իրականացվի, թե ընկերությունը եւ թե Nvidia-ի պաշտոնական հայտարարությունները ամենահեղինակավոր հարթակներից խոսում են այն մասին, որ ըստ էության նաև պետք է ասեմ, որ արդեն իսկ այս պահի դրությամբ մի քանի խոշոր ընկերություններ հայտարարել են, որ պատրաստվում են օգտվել այդ cloud ծառայություններից, ինչը որոշակիորեն նաև երաշխիքներ է ստեղծում, որ այս ծրագիրը չափազանց իրատեսական է։ Ինչ է իրենից ներկայացնելու արհեստական բանականության տվյալային կենտրոնը։ Ենթադրվում է, որ այն պետք է արհեստական բանականության անպային ծառայություն ապահովելու համար անհրաժեշտ նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորներ ձեռք բերի Nvidia ընկերությունից եւ Հայաստանում տեղակայի։ Կենտրոնի աշխատանքի համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի մեծ ծավալ։ Հայաստանը կարող է արդյոք ապահովել անհրաժեշտ քանակն ու հզորությունը։ Ըստ նախարարի եւ վարչապետի, այո։ Նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, նման օրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը։ Պիտի ընդգծեմ, որ արդյոք Հայաստանը իրոք կարող է ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիան, երբ հայաստանցիները ամենօրյա ռեժիմով ականատես են լինում թե հոսանքի անջատումների, թե տատանումների, վերջերս էլ քաղաքի կենտրոնը մի քանի ժամով ամբողջովին հոսանքազրկվել էր, վթարի պատճառներն այդպես էլ չպարզաբանվեցին։ Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանից ճշտեցինք, ինչ հզորություն է Հայաստանի համար 100 մեգավատը եւ արդյոք Հայաստանի էներգետիկ համակարգը թույլ է տալիս արհեստական բանականության անպային ծառայության նման կենտրոն ունենալ։ 100 մեգավատը դա մոտավորապես 25-50 հազարանոց բնակավայրի, այսպես ասած, էլեկտրական մատակարարումն է։ Մոտավորապես Աբովյանի տարեկան մատակարարումն է։ Հայաստանը այսօր ընդհանրապես ունի մոտավորապես 400 մեգավատ բազային հզորության ավելցուկ, պես որ 100 մեգավատը Հայաստանի համար որևիցե բեռ չի հանդիսանա, լրացիչ 100 մեգավատ բազային բեռը։ Այ Վրաստանի կամ Ադրբեջանի համար դա չափազանց քրիտիկական խնդիր, բայց ոչ Հայաստանի համար, որը ժառանգել է բավական լուրջ էներգետիկ հզորություն։ Այդ տեսանկյունից խնդիր չկա։ Ընդհանրապես նախաձեռնությունը շատ գովելի է եւ նույնիսկ մի փոքր ուշացած։ Բանրանումն է, որ մեծ տվյալների կենտրոններով, դատա ցենտրներով, այսպես ասած, Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է ամենավերջի տեղը։ Զիջում է Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Իրանին։ Մարջանյանն ասում է, ամեն դեպքում Հայաստանը տարածաշրջանում էներգիայի ավելցուկ ունեցող միակ երկիրն է, բայց հոսանքի տատանումների առումով խնդիր կա։
Հայաստանը ունի այդ էլեկտրաէներգիան, սակայն որոշակի խնդիրներ ունի մատակարարող ցանցի հուսալիության հետ։ Վերջի ժամանակներում որոշակի էրոզիա ապրեց այդ ցանցի հուսալիության մակարդակը, մենք բոլորս ականատեսն ենք հաճախակի անջատումների, այդ անջատումները, ֆազային շեղումները, լարման եւ հաճախական տատանումները պետք է բացառվեն։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս խոշոր ներդրումային նախագիծը, որ ըստ մամուլի հաղորդագրության արդեն հաջորդ տարվանից պիտի գործարկվի, կապեց կառավարության առաջարկած ակադեմիական քաղաքի հետ։ Նախագիծ, որ դեռ միայն թղթի վրա է, իսկ առաջին փուլը նախատեսվում է ավարտել միայն 2030 թվականին։